Պոկրովսկում ռուսներին թիրախավորած ուկրաինական անօդաչու թռչող սարքերը մահացու հարվածներ են հասցնում նրանց։ Ռուսական դիրքերը ոչնչացվել են, ողջ մնացած 9 ռուս զինվորները հանձնվել են։ Ռազմաճակատում կռվախնձոր դարձած Պոկրովսկում այս պահին էլ կատաղի մարտեր են։ Կիևը հայտնում է, որ ուկրաինացի զինուժի 144-րդ բրիգադը մի քանի օր զգուշացնում էր ռուսներին հանձնվել, հորդորները անտեսվել են։ Դրանից հետո ուկրաինացի հատուկ ջոկատայինների խումբը ներթափանցել է ռուսների թիկունք ականապատել շենքը, որտեղ թաքնված են եղել ռուս զինծառայողները, եւ պայթեցրել այն։ Շրջափակման մեջ հայտնված ռուս զինվորները սպիտակ դրոշ են ծածանել ու հանձնվել։ Այս գիշեր ուկրաինացիների թիրախում է եղել նաև Ռուսաստանի Սամարայի մարզը։ Տեղի իշխանությունները հայտնում են, որ դրոնային գրոհ է եղել մարզի ուղղությամբ։ Սամարայում վնասներ չեն եղել ԱԹՍ-ների հարձակումից, զոհեր ևս չկան։ Ռուսաստանի բանակը ևս պասիվ չի եղել հանգստյան օրերին։ Արևելք խմբավորման զինվորները վերահսկողության տակ են առել Դոնեցկի Կոնստանտինոպոլ գյուղը։ Շենքերից մեկի վրա բարձրացրել են Ռուսաստանի դրոշը։ Այս կադրերում, որոնք Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն է հրապարակել, ռուսական հրետանային անձնակազմը ու մյուս զինծառայողները գրոհային անօդաչու թռչող սարքերով հարվածում են Ուկրաինայի զինված ուժերի դիրքերին։ Կոնստանտինոպոլը գրավելու ընթացքում ուկրաինացի 50 զինվոր է մահացել ըստ ռուսական կողմի։ Կիևը պաշտոնապես չի հաստատել, որ գյուղը անցել է ռուսների վերահսկողության տակ, բայց ուկրաինական պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ Կիրակի բնակավայրի մոտ ռուսական կողմի 6 հարձակում է հետ մղել։ Ռազմաճակատում առանց Միացյալ Նահանգների աջակցության մնացած ուկրաինացիները վաղը Սաուդյան Արաբիայում փորձելու են համոզել ամերիկացիներին վերսկսել հետախուզական տվյալների փոխանցումն ու զենքի մատակարարումները։ Financial Times-ն է այդ մասին հաղորդում։ Ըստ ուկրաինացի ռազմական վերլուծաբանների առանց ամերիկյան հետախուզական տվյալների Կիևը ծանր իրավիճակում է հայտնվել ճակատում։ Ջիդայում են հանդիպելու ամերիկացի եւ ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաները։ Ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցելու են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլթսը, Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը։ Ուկրաինայի պատվիրակությունը գլխավորելու է Զելենսկիի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։ Հասմիկ Սերոփյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։